Ողջույն բոլորին, այս տեսանյութում նոյեմբերի 24-ի լուսնային օրացույցն է։ Մինչև ժամը 13:43 դեռ կլինի լուսնային 4-րդ օրը։ Սկսված ժամը 13:43-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 14:04 լուսինը կլինի 5 օրեկան։ Նոյեմբերի 24-ին լուսինը կանգնած դիրք չունի։ Նոյեմբերի 24-ին լուսինը գտնվում է այս եղջյուրնշանում, ծնկները, հոդերը, ողնաշարը, ողնաշարի մկանները, ծնկոսկրը, ոսկորները, ջլերը և կապանները, մաշկը, մազերը, փայծաղը և բոլոր հավասարակշռության օրգանները շատ զգայուն են այսօր, դրանց նկատմամբ լրացուցիչ խնամք պետք է ցուցաբերեք։ Վիրահատություններ աճող լուսնի ժամանակ խորհուրդ չի տրվում։ Լուսնային 5-րդ օրվա խորհրդանիշը դա միաեղջյուրն է, հունական դիցաբանության մեջ միաեղջյուրը նվիրված է Արտեմիսին, կույս աստվածուհուն, ըստ լեգենդի միայն կույսը կարող էր ընտելացնել նրան։ Նաև օրվա կարգախոսը դա տրամաբանությունը զգացմունքներից վեր է։ Օրվա գույները կապույտի երանգները բաց և մուգ և մանուշակագույն։ Օրվա քարերն են մարմարը, սաթը և բիրուզան։ Միաեղջյուրը մաքրության և խստության խորհրդանիշ է։ Ճակատագրական օրը, եթե տիեզերքը ձեզ պարտք է, ապա այսօր պարտքը անպայման կվերադարձնի։ Միգուցե դուք ստանաք շատ արժեքավոր տեղեկատվություն, որը կօգնի ձեզ ճակատագրական շրջադարձ կատարել, բայց գլխավորը դա բաց չթողնեք, ուշադիր հետևեք ամեն ինչին։ Տեղեկատվությունը կարող է գալ միանգամայն անսպասելի վայրից, օրինակ թերթի կտորից կամ զրույցից, նաև ավտոբուսի մեջից։ Ովքեր միայնակ են և փնտրում են իրենց երկրորդ կեսին, ապա մեծ հնարավորություն ունեն հանդիպելու իրենց սիրուն, բայց մեծ ուշադրություն դարձրեք այսօրվա ծանոթություններին։ 5-րդ լուսնային օրը հեշտ է սիրահարվել առաջին հայացքից։ Ժամադրությունները հագեցած կլինեն ռոմանտիկ տրամադրություններով։ 5-րդ լուսնային օրը անցանկալի է ամուսնության համար, քանի որ ընտանեկան հարաբերությունները կոնֆլիկտային կլինեն, փոխըմբռնում և կայունություն չի լինի։ Ամուսնացած զույգերը կարող են լուրջ փոփոխություններ կատարել իրենց կյանքում, ինչպիսիք են բնակարան ձեռք բերելը կամ փոխելը, ինչպես նաև ֆինանսական նոր աղբյուրների որոնումը։ Համենայն դեպս ձեզ հաջողություն է սպասվում։ Անցանկալի է բեղմնավորումը պլանավորել լուսնային 5-րդ օրը։ Այսօրը ծնված մարդիկ շատ շարժուն են, բծախնդիր, բայց նրանք շատ թշնամիներ են ստեղծում և չարագործներ։ Այսօր կարող եք սանրվածքներ անել։ Շքեղ մազերով դուք ոչ միայն ավելի գրավիչ կդառնաք, այլև մի փոքր ավելի կհարստանաք։ Այսօրը լուսինը ոչ միայն կբարելավի մազերի աճը, այլև կհանգեցնի ունեցվածքի ավելացմանը։ Բայց բացի այդ, դուք պետք է ժամանակ հատկացնեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիին։ Մազերը նույնպես կարող եք ներկել, հիանալի ժամանակ է։ 5-րդ լուսնային օրը ավելի լավ է հետաձգել բոլոր տնային գործերը, խորհուրդ չի տրվում վերանորոգել և տուն կառուցել։ Լուսնային 5-րդ օրը ստամոքսը շատ խոցելի է, լուրջ վերաբերվեք սննդակարգին, մի ծանրաբեռնեք ստամոքսը, մի կերեք ծանր սնունդ, բացառեք ֆիզիկական ակտիվությունը։ 5-րդ լուսնային օրը հիվանդացողները պետք է անհապաղ դիմեն բժշկի և շտապ միջոցներ ձեռնարկեն, քանի որ հիվանդությունը շատ վտանգավոր է, կարող են լինել բարդություններ։ Բարենպաստ չէ ֆինանսական հարցեր լուծել, նոր գործերը ոչ մի արդյունքի չեն բերի, ավելի լավ է կենտրոնանալ սկսված գործերի լուծման վրա, նաև եթե կարող եք, ապա տվեք ձեր բոլոր պարտքերը։ Նպատակին հասնելու համար գործողություններն ու մտքերը պետք է լինեն բարի և մաքուր, դրա համար պետք է լինեք կրեատիվ և հաստատակամ։ Հետևեք լուսնի խորհուրդներին, որպեսզի ճիշտ սկսեք ձեր գործունեությունը։ Եթե ձեր գործերը հաջողություն չեն բերում, ապա փոխեք աշխատելաոճը։ 5-րդ լուսնային օրը գործնական շփումները պետք է բացառվեն կամ գոնե սահմանափակվեն, տարբեր անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար։ Նպատակասլաց մարդու համար լուսինը ելք կհուշի դժվար իրավիճակից դուրս գալու համար։ Եթե հավատում եք նշաններին, ապա ձեր կորցրած մանրուքը, լինի դա կոպեկ, թե ավելի մանր, ապա դա ձեզ հաջողություն կբերի։ Եթե դրսում որևէ կոպեկ եք տեսնում կամ մետաղական որևէ դրամ, ապա մի վերցրեք դրանք ավելորդ խնդիրներից խուսափելու համար։ Ամեն մարդու էներգիան իր ձեռքի մեջ է և այն կարող է փոխանցվել ձեզ։ Եթե այսօր երազում կտեսնեք անհանգստություն, իրար հետ կապ չունեցող երազներ, դա նախազգուշացում է, որ կարող եք հիվանդանալ։
Երջանիկ է նաև այն մարդը, ով ծնվել է լուսնային 5-րդ օրը, քանի որ նա երբեք չի գիրանում։ Այգեգործության համար այսօրը շատ բարենպաստ է բույսերին պարարտացնելու և սնուցելու համար։ 5-րդ լուսնային օրը կրեք փիրուզագույնով զարդեր և դա ձեզ հաջողություն, առողջություն, երջանկություն և երկարակեցություն կպարգևի։ Այսօր մի անհանգստացեք, մի բարկացեք, պատվեք ձեր ծնողներին, ուսուցիչներին, ազնվորեն վաստակեք ձեր ապրուստը և երախտապարտ եղեք բոլոր կենդանի էակներին։ Լցրեք ձեր կյանքը խաղաղությամբ, հանգստությամբ, բարիությամբ և ուրախությամբ։ Հիշեք, որ եթե այսօր լավ գործ չեք արել, ապա այսօրն ապարդյուն է անցել և դուք կատարելիության չեք ձգտել։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Պահպանեք հանգստություն և հավասարակշռություն։ Երկարաժամկետ և կարճաժամկետ գործերի պլանավորում։ Մտածեք տրամաբանորեն առանց տրվելու զգացմունքներին։ Փոփոխություններ կատարեք առկա պլաններում։ Գնահատեք արդեն իսկ ձեռք բերվածը։ Վճարեք պարտքերն ու վարկերը։ Մի հետևեք, կարելի ասել, դիետաներին։ Եվ ինքներդ ձեզ այսօր ինչ-որ մի համով բան հյուրասիրեք։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը իմպուլսիվ գործերից, կասկածել ինքներդ ձեզ, անհանգստանաք մանրուքների համար և կատարել կարևոր ֆինանսական գործարքներ։ Եվ եթե այսօր կատարեք մանիկյուր, ապա այն շատ երկար կմնա։ 5-րդ լուսնային օրը եղունգների երկարացման համար իդեալական ժամանակն է։ Եվ մի վախեցեք փորձարկումներից։ Եվ իհարկե այսօր բարենպաստ է գայլաձուկ որսալ, պերճ, կարպ որսալ, նաև ձկներից։ Բարենպաստ է նաև խալերի հեռացումը, պեդիկյուր, մանիկյուր, ներկեք ձեր մազերի, իհարկե արդեն նշեցի դրա համար։ Նաև բարենպաստ է գնել դրամապանակ, անշարժ գույք ձեռք բերել, բնակարանը մաքրել, խոսել տնօրենի հետ, վերանորոգման աշխատանքները սկիզբ անել, բայց դեռևս վերջնական չսկսել, կահույքը վերադասավորել, մեքենա ձեռք բերել, ճանապարհորդության գնալ, բարենպաստ է նաև հաշտվել դիմացինի հետ, եթե վիճված եք, հոնքերի և թարթիչների ուղում կատարել և իհարկե այգեգործության համար բարենպաստ են պետունյաների աճեցման համար, պղպեղի սածիների համար է բարենպաստ, սխտոր հավաքել, լոլիկի տնկում, կարտոֆիլի բերքահավաք, մարինացնել վարունգը, վարունգ տնկել, մարինացնել վարունգ, բազուկի տնկում, պահպանել, նաև բարենպաստ է սխտոր տնկել, բոխ, պտղատու ծառերի կտրում, կարտոֆիլ տնկել և այսքանը։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։